Բարի գալուստ Cut Show։ Այսօրվա մեր հյուրն է թատրոնի եւ կինոյի դերասան Սմբատ Հովհաննիսյանը։ Այս գեղեցիկ տաղավարի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ղազարյան ֆոտոստուդիային։ Եթե փնտրում եք լուսավոր, հարմարավետ եւ պրոֆեսիոնալ ստուդիա ձեր լուսանկարահանումների, տեսահոլովակների, հարցազրույցների կամ ցանկացած ստեղծագործական նախագծի համար, ապա Ղազարյան ֆոտոստուդիան լավագույն ընտրությունն է։ Հասցե Տիչինայի 2 դրոպ 1։ Հարցազրույցի առաջին փուլը կոչվում է ստվեր եւ խորհրդանշում է հյուրի հետ ծանոթության առաջին քայլերը։ Ողջույն Սմբատ։ Ողջույն։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ ես այսօր։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Մեզ հետաքրքիր է, բոլորին տալիս ենք այս հարցը, ոնց եղավ, ինչից սկսվեց, որ դու որոշեցիր, որ պետք է զբաղվես հենց դերասանական կարիերայով։ Ու նախասիրությունը տվեցիր թատրոնի դերասանության, ինչքան հասկացես։ Այդ մի հատ այնց հետաքրքիր պատմություն է, իրականում ես շատ մարդկանց հետ շփվելուց եւ նենց մարդկանց, ովքեր նոր պետք է մտնեն այս ասպարեզ, եւ այն մարդկանց հետ, ովքեր տենց թեթև մտել են, բայց հենց լիարժեք այս մասնագիտության մեջ չեն, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ եթե իրենք ունեն ուրիշ ընտրության հնարավորություն, պետք է ընտրեն այդ երկրորդ ընտրությունը, ոչ թե դերասանությունը, որովհետեւ Ինչո՞վ է պայմանավորված այդ։ Նրանով, որ երբ որ դու պետք է դերասան դառնաս, դու չես ընտրում, դու այդ գիտես։ Ամենասկզբից ես փոքր ժամանակվանից ոնց որ տենց էդի մեջ եղել, նստած եղել եմ, ոնց որ ես իմացել եմ, որ պետք է դառնամ այս մասնագիտության մի մասը։ Ու հետո հետաքրքիր մի հատ բան հիշեցի, որ դասախոս ունեինք Երևան Դղազանչյան, իմ կուրսղեկն է եղել, կուրսղեկներից թատերական ինստիտուտում։ Միշտ ասում էր, հետաքրքիր խոսք ուներ, ասում էր, դերասանի մասնագիտությունը պատիժ է, ու իրոք դերասանի մասնագիտությունը պատիժ է, որովհետև այդ բարդ, այդ պատասխանատու, այդ դժվար ճանապարհը, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Ընդհանուր դերասանի մասնագիտությունը շատ ծանր աշխատանք է իրականում։ Ամենօրյա ծանր աշխատանք։ Կինոյից մի այլ կարգի տարբերում է։ Այո։ Եթե թատրոնում հələ ինչ որտեղ կինոն էլ է իրականում շատ դժվար։ Կինոն ինչով է դժվար, եթե թատրոնում դու ինչ որտեղ գիտես օրինակ մի քանի ամիս դու փորձ ես արել, դու պատրաստ ես ցանկացած իրավիճակի։ Կինոյում հա էլի կա այդ, որ ինչ որ լավ չստացվի, էլի դու կարող ես նկարել, բայց ամեն դեպքում դու այդ իրավիճակի մեջ նոր ես, դու այդ օրը եկել ես այդ իրավիճակի մեջ ու պետք է այդ օրը հենց խաղաս։ Այդ իրավիճակը դրանով կինոն շատ դժվար է եւս։ Չնայած թատրոնն իր դժվարությունները ունի, ռեալ կոնտակտ դիմացինի հետ, հանդիսատեսի հետ, այդ էլ իր դժվարություններն են։ Խոսացինք ուսուցիչներից, հետաքրքիր է ով ա եղել են մարդը, որ առաջինն է հավատացել քեզ, որ դու սկսել ես բացի քեզնից իհարկե։ Մի շատ հետաքրքիր ու տաղանդավոր շատ ես իրեն շատ հարգում եմ, ռեժիսոր կար, կինոռեժիսոր էր Արշակ Զաքարյանը։ Ինքը առաջին անգամ ինձ տեսավ ու հրավիրեց ֆիլմի մեջ խաղալու, այդ եղել է իմ առաջին դերը, տենց որպես այդպեսին կարճամետրաժ ժամանակ, կարճամետրաժ ֆիլմ էր, գլխավոր դեր էր, հետո ֆիլմը էլի մրցանակ տարավ, ես հիմա չեմ մտաբերի ինչ մրցանակ էր, բայց Հայաստանից դուրս մրցանակ որևէ տարավ, կոչվում էր Զինվորի փուչիկները, այդ վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել, կոչվում է Շունչը։ Մի խոսքով ինքն էր այն մարդը, որ տենց առաջին անգամ տեսավ ու իրենից հետո ես ընդունվեցի տարածաշրջանային պետական քոլեջ, այն ժամանակ 13-14 տարեկան էի, որից հետո եղավ Փախիր կամ ամուսնացիր ֆիլմը, այնտեղ Մկրտիչ Արզումանյանի հետ, էդ էլ էր եւս մի հատ sense կարևոր էտապ իմ կյանքում, որ առաջին անգամ այդ միտքը ունենալով, որ այն մանկության երազանքի այդ Մկրտիչ Արզումանյանը տենց ինձ թվում է այդ տարիքի բոլորիս համար երևի տենց թոփերից էր էլի այդ շրջանում։ Ինքը, ու տենց ինֆորմացիա կարելի է հեղինակություն էր բոլորի մոտ, ովքեր որ նայում էին իրենց։ Եվ մինչև հիմա ես կասեմ, ինչու ոչ մինչև հիմա հաստատ, ու տենց այդ մտքերը որ տենց վաու էր էլի իմ համար, տենց որ իր այդ նույն ֆիլմը պետք է նկարվում, դա տենց շատ կարևոր էր իմ համար։ Մի մարդուն որ տեսել ես հեռուստատեսությունով, ու հիմա կողքը նկարահանում ես։ Այո, այդ էլ է շատ հավես զգացողությունների։ Ինչ անսպասելի հմտություն, նո բացի խորեոգրաֆիայից, բացի խոսքի վարպետությունից, ինչ անսպասելի հմտություն ստիպված եղար յուրացնել այս ոլորտում։
հետաքրքիր էր այն հմտությունը, հետեւյալն է եղել, այնց որևէ անսպասելի բան չի եղել, բայց ես երբեք չէի մտածել մինչ մասնագիտությունը, որ ես կարող եմ արդարացնել այն իրավիճակը ինձ համար, իմ ներսում, որի հետ ես իրականում համաձայն չեմ։ Այդ շատ հետաքրքիր է, որովհետև հանդիպեցին կերպարներ, որ պետք էր խաղալ, կերտել ու ես կոպիտ ասած դերի մեջ մտնելու մասին է խոսքը, որ կային կերպարներ, որոնց մեջ որոնք հակասում են ինչ-որ տեղափոխվեց տենց շատ անկարծակի տեղափոխվեց կյանք էլ, որովհետև ես հիմա իրավիճակներին միշտ տենց մի երկու կողմից, երեք կողմից նայում եմ ինչքանով են հնարավոր, որովհետև ես անձնապես կարողա որևէ կարծիքի հետ համաձայն չլինեմ, բայց նաև ես հասկանամ թե ինչի է իմ դիմացին այդ կարծիքին ու հասկանամ իրեն։ Դրա համար տենց այդ շատ հետաքրքիր է, ես մեջ այդ գտա մասնագիտությունից ելնելով։ Մասնագիտությունից ելնելով, բարձա։ Ինչն է քեզ մինչև հիմա զարմացնում այս ոլորտում։ Իրականում ես չեմ դադարում զարմանալ ամեն ինչից, եթե խոսքը գնում է համաշխարհային կինոյի ոլորտին, ինձ իհարկե տեխնոլոգիան զարմացնում է միշտ ամեն անգամ ու ռեժիսորները միշտ համաշխարհային, թեկուզ հենց Քրիստոֆեր Նոլանը եւ այլն մեծ ռեժիսորներ, մեծ դեմքեր միշտ անպայման ամեն նոր ֆիլմով ինչ որ գտնում են մի հատ շատ վաու զարմացնելու բան, թե տեխնոլոգիապես, թե նույն արհեստական բանականությունով սարքած տեսարաններ, որ sense նայում ես ու շշմելու է։ Ինչ կարծիք, տարածված կարծիք, բայց միևնույն ժամանակ սխալ կարծիք կարող ես հերքել այս ոլորտի մասին, որ մարդիկ հավատում են, որ տենց է, բայց իրականում հեռու է իրականությունից։ Եկամ ցավում եմ, բայց տարբեր շրջաններում ինչ որ մեկ էլ տենց պայտակ լսում եմ, որ մեր մասնագիտության տեր մարդիկ սովորաբար լինում են տենց ինչ որ ազատ վարքի տեր եւ աղջիկները եւ տղաները, բայց այդ շատ թյուր կարծիք է, էլի, իհարկե չեմ կարծում, որ որևէ նորմալ խելքը գլխին մարդ իրեն թույլ կտա այդ կարծիքը այդ արտահայտի, բայց ամեն անգամ լսում ու sense абսուրդ է իմ համար ու ումից որ լսում եմ միշտ այնց ինչ-որ վեճի բռնվում։ Երևի ավելի շատ պայմանավորված է նրանով, որ տարբեր դերերում են տեսնում այդ մարդուն, հա, ու մտածում են օրինակի համար։ Այդ ուրեմն մարդը այդքան ներքին զարգացում ու այնքան ինքը իրան կայացած համարել չունի, որ չի տարբերում, որ այս մարդը դեր է խաղում, այս մարդը չի խաղում, էլի ինքը կերպար չի, այս այդ կերպարն է, հա, ու տենց պիտակներ են կպնում ու այդ շատ վատ է, ու այդ միջև հիմա կա ու абսուրդ է, որ միջև հիմա 21-րդ դարում տենց բան կա, էլի։ Ամենակարևոր հարցերից մեկը, որ բոլորին տալիս ենք, ինչ խորհուրդ կտայիր ավելի պատանի տարիքում քեզ, եթե ինքդ քեզ հանդիպեիր հիմա։ Անցած փորձը հաշվի առնելով։ Հա։ Չգիտեմ, երևի հիմա որ հետ եմ նայում, ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Երևի ամեն դեպքում կլռեի ու կթողեի, որ ամեն ինչ գնան հենց ոնց գնացել է, որովհետև ցանկացած խորհուրդ, եթե ես ուզեմ նույնիսկ լավ խորհուրդ տամ, այդ կարող է, եթե ժամանակի ընթացքում հետ գնաս, տենց հա, այդ բայի համար այդ լավ խորհուրդ լինի, բայց ընդհանուր կյանքի վրա նենց Թիթեր էֆեկտի նման ինչ-որ սխալ բան գնա ու չհասնես դրան, դրա համար ոնց գնացել է։ Մինչև հիմա ամենահետաքրքիր պատասխաններից մեկը, որովհետև բոլորը ինչ-որ խորհուրդ են տալիս, չհազնվել կամ ինչ-որ sense բաներ են ասում ու սովորական խորհուրդներից։ Լռելը շատ ճիշտ էր, էս ասպարագայում կարող է ոչ ընդհանրապես խորհուրդ տալ մի քիչ չեմ ընդունում вообще, եթե ինձ որևէ մեկը չի հետաքրքրվում այդ խորհուրդը, աշխատում չտամ, որովհետև հետաքրքրվածը կուզենա լսի, կհարցնի, չէ, հետաքրքրվածը եթե նույնիսկ լսեց, ցենց անցնելու է իրեն, չի գտնելու է։ Հասկանալի է։ Լավ։ Երկրորդ փուլը բաղկացած է բլից հարցերից, որոնք ակնկալում են կարճ եւ համառոտ պատասխաններ, եւ այն կոչվում է կիզակետ։ Նկարագրիր օրվա իդեալական սկիզբ 3 բառով։ Ժպիտ, արև, սառը ձմերուկ։ Սառը ձմերուկ։ Իսկ եթե ձմերուկ չկա, օրինակ սեզոնը ինչ ենք անում։ Ինչ կա։ Ինչ կա, լավ։ Սառը ինչ կա։ Okay։ Նկարագրիր մանկությունը 3 բառով։ Ժպիտ, արև, սառը ձմերուկ։ Սառը ձմերուկ ինչ կա։ Նկարագրիր քեզ 3 բառով։ Ժպիտ, հայ ժպտալ սիրում։ 3 բառով ես բարի եմ ինձ համարում ու խելացի։ Ժպիտ բարի խելացի։ Շատ լավ։ Ծով թե լեռ։
Ավելի նախընտրելի։ Լեռներ, Լեռներ։ Սուրճ թե թեյ։ թեյ, Լինել թե չլինել։ լինել, Լինել, անպայման լինել։ $1 քեզ թե $2։ $2, $2 մյուսին։ $2, $2 մյուսին, շատ լավ, շատ լավ։ Ցերեկվա ժամ թե գիշերային։ Գիշեր, Գիշերային, ահա։ Թատրոն թե կինո։ թատրոն ավելի, Թատրոն ավելի։ Մեկ հեռուստասերիալ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը։ Лучше звоните Солу, Лучше звоните Солу։ Okay, շատ լավ։ Մեկ ֆիլմ, որը պետք է դիտի յուրաքանչյուրը։ Volk Wall Street, Համաձայն եմ։ Մեկ գիրք, որը պետք է կարդա յուրաքանչյուրը։ 100 տարվա մենություն, 100 տարվա մենություն, շատ լավ, շատ լավ։ Բոլոր ժամանակների քո ամենասիրած երգը, որ երբեք չես բաց թողի, եթե ինքը միանա։ Երբեք չեմ բաց թողի, եթե միանա։ Երբեք չես փոխի, երբեք բաց չես թողի։ Սինատրա է այդ հաստատ լինելու։ Սինատրայից ինչ որ բան։ Ահա, Սինատրայից Թող լինի My Way։ My Way թող լինի։ Եվ մի հատ հետաքրքիր հարց, ինչ ձայնով է սկսվում երկուշաբթին։ Երկուշաբթին Այդ ձայնը հանի, ինչով է։ Շատ լավ, շատ լավ։ Երրորդ եւ եզրափակիչ փուլում հյուրին սպասվում է անակնկալ խաղ։ Պետք է գուշակել ֆիլմը ըստ պատկերված առարկաների։ Ուրեմն առաջինը գուշակեմ ֆիլմը, չէ՞։ Գուշակում ես ֆիլմը, գնդակ ինքը ցույց է տալիս դուլ ներկով, բայց դու ավելի շատ կարմիր հեղուկի վրա կենտրոնացի։ Հա, ուբոյնի ֆուտբոլ, տենց։ Չէ, դու գնդակին ուշադրություն ես ու գնդակի վրա կարմիրով։ Գնդակի վրա կարմիրով Պելեներ։ Ես լսա քեզ հուշում տամ խաղումա Տոմ Հենքսը։ Հա։ Չեմ հիշի հիմա։ Լքվածը, Իզգոյ, որ ինքը գնում է գնդակի վրա այդ իր ձեռքը հենց էտա, ահա։ Հաջորդը։ Հավեց նայել եմ ֆիլմը, հա։ Ինքը շատ լավ ֆիլմ է։ Կայծակ ու կլոր ակնոցներ օպտիկական։ Այս Հարի Փոթերը չէ։ Հարի Փոթեր մի անգամից։ Օրագիր վրան 3 գրված։ 3։ Ինքը արդեն անիմացիոն սերիալ է։ Օրագիր վրան 3 գրած։ Ուժսա։ Չէ։ Ինքը գիտական ֆանտաստիկա է ավելի շատ։ Վլաստելին կալեց։ Չէ։ Եթե չգիտեր, եթե այդ 3 գրվածից Gravity Falls։ Հա, չէ։ Շատ լավ սերիալ է, խորհուրդ եմ տալիս շատ։ Հաջորդը։ Այս բանն է, ուժսն է։ Ահա, կարաս անգլերեն էլ ասես հենց անունը։ Ասի, ոնց էր։ Տեխասկա ես Լիզնյա բենզопилой, հա։ Վլաստելին կալեց։ Մատանիների դիրակապ ճիշտ է, ահա։ Դանակ։ Ուշադրություն դարձրու Mortal Kombat։ Չէ, ուշադրություն դարձրու իր կարմիր պահվածքային, որ ինքը կապոցին գլխին որ կապում է ինքը միշտ։ Ում դանակին է նման։ Ռեմբոյի։ Ճիշտ է, Ռեմբո։ Մի անգամից Ռեմբոն է համար։ Իսկ ոչ չեմ տեսել այս ֆիլմը։ Չես տեսել։ Ես քեզ հուշում տամ։ Ինչի հետ կա։ Մեծ ոդկ։ Հա։ Ահա, ինչի հետ կա։ Իրանք ապրել են միլիոնավոր տարիներ առաջ։ Դինոզավրի հետ կա։ Ջիպը, որ sense ջիպը տեսնես sense պերիոդ Յուրայի դաշրջանը հա ճիշտ է այգին, հա, Park Yurskaya periodo։ Park Yurskaya periodo ճիշտ։ Հարցերը մի քիչ իրանք նկարները խափուսիկ են։ Ուշադրություն դարձրու։ Չէ, ուշադրություն դարձրու Սարդին։ Ակնոցավոր երիտասարդին, այսինքն սովորող բատան կոպիտ ասած։ Ու իր տեսախցիկին, հա, ով կար։ 2000-ականներից է ֆիլմը։ Չէ։ 2000-ականից է լիքը սիկվելներ ա ունեցել ինքը։ Տոբի Մագուայր, Անդրյու Գարֆիլդ։ Հա, բայց չէ, բայց բանի դեմքը ծանոթ է։ Պաուկի դեմքը ծանոթ է։ Մարվելից է, ամենահայտնիներից։ Սպայդերմեն։ Մարդ ճիշտ է։ Սպայդերմենն է։ Ահա։ Ես տես կամերան ուշադրություն դարձնեք էլի։ Սա մի քիչ դժվար է։ Ավատարը։
Միանգամից։ Ասենք Միանգամից։ Այս ամենը դժվարն էր իրականում ասեմ քեզ։ Ասենք չգիտեմ, մարդ կարող է տեսնի, ասի Ալիսա Strange չուտես օրինակ։ Հաջորդը։ Սա մի քիչ դժվար է։ Պատրիոտ Սամոու։ Չէ։ Ինքը դիսիա։ Okay։ Ահա, ճիշտ է։ Դիսիա։ Աղջիկը ինչ է ինքը։ Բեթմեն օտա։ Ապրես։ Женщина Բեթմեն ինչ։ Չէ, աղջիկը ինչ։ Темный рыцарь։ Темный ռիցերի քաղաքը հենց, որտեղ որ ինքը աղջիկա կուլտուրան ինքը ինչ կուլտուրա է պատկանում։ Չէ։ Բանա, ինչու էմո։ Գոտ։ Որան ինչա գրված։ Գոթեմ, ճիշտ է։ Գոթեմ սերիալն է։ Այսպան գլադիատոր։ Գլադիատոր մի անգամից։ Ոչ չեն գնում ասեմ քեզ։ Սա ռուսական է արդեն։ Օֆ։ Ռուսական սովետական ֆիլմերից ապրես ադամոդա ձերքը։ Սա էլ է ռուսական։ Ուշադրություն դարձրու իրանց պլաշ բանին, սպալնի միշոկին ու էշին, որտեղ կար։ Էշի վրա հերոս էլի, ակնոցներով, էլի սովետական ապրես։ Արկածները։ Կովկասի գերույն։ Ուշադրություն դարձրու գրվածներին։ Իգրա Զամորսկա, Իգրա Բակլաժանն է։ Էլի սովետական Может это Իվան Վասիլևիչի պրոֆեսոր։ Ճիշտ է։ Զաստոլ դրված էր խնջույք էին անում ու երկա։ Ու այդտեղ մի հատ էլ Իգրայի տեսակար ու քիչ էր դրված, ասես մի կտոր ընդամենը։ Պիցա ու լուկ, որ տանում է, լուկում ովքեր էին ապրում պիցանից։ Բանա, Չիրիպաշկի նինդզա։ Նինդզա կրյաները, ճիշտ է։ Հաջորդը, այս սերիալը արդեն։ Սերիալ 90-ականներից մինչև 2010 թիվ իրանք եղել են ու շատ կուլտի համարվում։ Չէ, 90-ականներից։ Ավելի։ Ուշադրություն դարձրու հենց բազմոցին ու սուրճի բաժակին։ Իրադարձությունները կատարվում են հերոսուհու բնակարանում ու սրճարանում նաև։ Այդ սրճարանը արդեն հայտնի է ինքը շատ։ Central Park, ու սերիալի անունը ինքը իրանք 6 հոգով էին։ Չէ, որ չեմ հիշում։ Ընկերները, Friends։ Բայց Friends-ը չեմ նայել, ես Friends-ը չես նայել։ Ինադու չեմ նայում, հələ որ սպասում եմ։ Ինչին։ Չգիտեմ։ Իրանք բայց վերջացրել են իրանք ստատուսը կարողացած։ Friends-ը չեմ նայել։ Էս է դու ամենադժվարները գուշակում ես, հեշտերը սենց ոնց որ ընդհանրապես չլսես միանգամից է, որ Game of Thrones։ Հաջորդը։ Այ որ ասեցիր Նոլան միանգամից գալիս է այս։ Բան ռոբոտի Ուշադրություն դարձրու անօթաչու սարքին, որ ընկել է եգիպտացորենի դաշտում։ Որտեղ էր այդ խնդիրը եգիպտացորենի հետ, որ վերջանում էր իրանք պետքա։ Հա, Interstellar։ Ապրես, ճիշտ է, Interstellar։ Այս բանն Մստիցիլի։ Չէ, Ինչի տանասի ձեռը չի։ Չէ։ Հա, Այլբիբեկն է, Terminator, ահա։ Ու վերջինը այս մի անգամից պետք է գուշակես։ Չէ, այս մուլտֆիլմը։ Մուլտֆիլմից ոչ է փոքր վախտանից։ Այս նշանով, այս դրսի զուգարանը որտեղ էր։ Այդ գյուղական զուգարանները։ Ինքը միանգամից հենց դուրը բացում է դուրս է գալիս, գնում է ճահճում լողանալու, ինքը կանաչ գույնի է։ Շրեք։ Ապրես, Շրեկը։ Հաղորդման վերջում հյուրը վերցում է սեղանին դրված պատահական քարտերից մեկը եւ կարդում այնտեղ գրված առաջադրանքը։ Գնիր որևէ բան ձեռագործ վարպետից։ Հետագա օրերի ընթացքում նա պետք է կատարի առաջադրանքը եւ ուղարկի մեզ լուսանկարի կամ տեսագրության տեսքով, որպեսզի մենք տեղադրենք այն հաղորդման օֆիցիալ էջում։ Դե ինչ, այսօր այսքանը։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Ղազարյան ֆոտոստուդիայում, որտեղ առկա է պրոֆեսիոնալ տեխնիկա ցանկացած տեսակի նկարահանումների համար։